Գրիգորյանների Գերդաստանի տոհմածառը արմատ է առնում Սասուն գավառի Մարնիկ գյուղից։ Շաղկապվում Համազասպ պապի ու եղբոր Թուրք խանի դեմ վրիժառությունից հասնում Արցախ ու մի նոր վրեժի երգ հյուսում փոքրիկ Ռազմիկի մանուկ հոգում։ Ռազմիկը դեռ խոսել չգիտե, որ հարցնի, թե հայրիկն ուր է, ինչու տուն չի գալիս, չէ որ ինքն արդեն քայլել է սովորել։ Բայց կրտսեր դուստրը Վիկտորիան հայրիկի տեղը լավ գիտե։ Նա դիրքերում է, գնացել է իրենց թշնամուց պաշտպանելու։ Արամ Գրիգորյանը 1990-ից 94 թվականներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին։ Կամավորական ջոկատների կազմում մարտական գործողությունների է մասնակցել Մեղրիի եւ Նոյեմբերյանի սահմանամերձ բնակավայրերում, Կորնիձորում, Կիչանում, Սրխավենդում, Մարտակերտում, Ֆիզուլիում, Հորադիզում, Ղարախանբեյլիում։ Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի ջոկատի կազմում մասնակցել է նաև Քարվաճառի շրջանում մղված ազատագրական մարտերին։ Մարտական գործողություններից անմիջապես հետո, երբ կազմավորվում էր հայոց բանակը, Արամը որոշեց ծառայությունը շարունակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ստեփանյան Վարդան ընկերս, մենք գաղտնի ժողով արեցինք մեր ռայոնում, Թալինում։ Ասեց Արսեն ջան, պետք է ջոկատ հավաքենք հայրենիքի համար, աղվանցիների համար մենք կռվանք, մեր հայրենիք, դες ասում եմ հասկանում եմ Վարդան ջան։ Ու աղբերս եկավ բանակից, չթողեց, ասեց եղբայրս դու նոր պսակված ես, քեզ պետքա որ քո ընտանիքի գլխին, քո երեխին, հորս նայես, քրոջս, աղբորս, ես իմ պայքարը, այդ իմ պայքարն է, այդ իմ կռիվն է։ Ու մեկնեց Ղարաբաղ։ Ու քանի դեռ Համազասպ պապի երկրի ճամփեն փակ էր, Արամը որոշեց ընտանիքով հանդերձ բնակություն հաստատել Քարվաճառում, վերաբնակեցնել պատերազմի տարիներին հայաթափված գյուղերը։ Եվ ահա մի քանի գաղափարակից ընկերներով հիմնեցին Հավսաթաղ գյուղն ու սկսեցին մեկիկ բուժել պատերազմի վերքերից տնքացող հողայրենին։ Բերքատու այգիներ տնկեցին, ի նշան հայոց զարմի հարատևության։ Զենքը վերցրեց, որ ասեմ 23 տարի, այսօր 23 տարի ասելով այն բանը չի, որ մտածենք մի օրը, մի ժամը, բայց 23 տարի մարդը զենքը ձեռին հողը պահեց, հայրենիքը պահեց։ Ես իր անգերն եմ, բայց ես այսքան երկար չվերցրի զենքը, իշքան ինքը վերցրեց։ Որ ինձ զանգեցին դիրքերից ասին, որ ռուբոն չկա, այդ օրը հենց այդ օրը ես տուն էի։ Ես չհավատացի, որ Արամը կարող է հանգարց թուրքի գնդակից խոցի, որտեղ ինքը ամեն ինչը գիտեր, ամեն զենքին տիրապետում էր, չոտկի այդ խրամատները համարյա մեծ մասը տենց մի հատ չիմ չկար, որ իր ձեռքով դրած չլներ կամ մի հատ խրամախորշ ավելցրած կամ մի բան։ Արամը երազում էր արու զավակի մասին, թեև դուստրերին ու կնոջը Մարինեին զոր ու գիշեր հայրենիքի պաշտպանի ոգով էր սնում, բայց երազում էր հայոց բանակի համար զինվոր ունենալու մասին։ Ըստ այդմ պատահական չէ, որ որդուն Ռազմիկ կոչեց, հավատով, որ մի օր զավակը հասակ կառնի, ու երբ աշխարհում վերահաստատվի տիեզերական արդարությունը, դեպի Սասուն, Մարնիկ կդառնան, նորից կմշակեն Համազասպ պապի այգին։ Ցավոք, ավակ սերժանտի սխրալից մարտական ուղին ընդհատվեց հենց Քարվաճառի մարտական հենակետերից մեկում, որտեղ 20 տարի առաջ կամավորական մյուս տղաների կողքին ինքը նույնպես արյունալի մարտեր էր մղում։ Նա օգոստոսի 4-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվեց մարտական հերթապահություն իրականացնելիս։ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության եւ նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար Արամ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։